հրավիրեցին, որ ներկայացնեմ իրենց, ասել եմ, որ ես ասեմ, որ իրենք մինչև վերջ են գնալու եւ պայքարելու են, որպեսզի 25 համարը իր 25 համարի երթուղին մնա եւ նույն ուղերձը լինի, այսինքն Երևանով պիտի հասնի ազատության պողոտա եւ հաղթանակի զբոսայգի, որովհետեւ ասում եմ, ինձ թվում է պրոշյանցիների պահանջը տեղին է, որովհետեւ եթե մտածում եք, Պրոշյանը շատ ավելի մոտ է Երևանին եւ շատ ավելի հեշտ է, քանի որ արագընթաց ճանապարհ է, հարթ ճանապարհ է եւ կանգառները քիչ են եւ առելանյութի ծախսն է շատ քիչ եւ պատկերացրեք Նորքի զանգվածներ բարձրացող ավտոբուսի ծախսած ժամանակը եւ ծախսը ընդհանրապես վառելանյութի կամ հարավ-արևմտյան թաղամաս գնացող տրանսպորտի ծախսը ընդհանրապես համեմատելի եւ համատեղելի չէ Պրոշյան գնացող տրանսպորտային միջոցների ծախսի։ Իսկ հիմնավորման փոփոխումից երթուղին ուղղակի ասում են Պրոշյանը Կոտայքի մարզի մեջ է մտնում եւ մի ժամանակ եթե հարակից մարզերի մոտ գյուղեր սպասարկել է Երևան տրանսը, հիմա ասում են ոչ, դուք մարզ եք, դուք յուղացի եք, մենք ես կոնկրետ երբեք չեմ վատ զգացել, այո, Պրոշյան գյուղում եմ ապրում, բայց Պրոշյան գյուղը բոլոր ժամանակներում հնարավորություն է ունեցել ուղիղ ամենահեշտ կապի միջոց ունենալու Երևանի հետ։ Ասեմ, որ ես 82 թվին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժին եւ 10:30-ին է վերջացել եւ մենք կարողացել ենք գնալ։ Իսկ 114-ի ժամանակ նման խնդրի բախվել եք դուք։ 114-ի ժամանակ բողոքներ էլի եղել են։ 114-ի ժամանակ կոնկրետ գուցե վերևներում եղել են, որին ես տեղյակ չեմ, բայց 114-ի ժամանակ խնդիրը այն էր, որ գազելները շատ վատ վիճակի էին եւ մարդիկ կռացած 2-3 տակ եղած մի կերպ դժվարությամբ էին երթևեկում, բայց նորմալ աշխատել են։ Իսկ ստորագրահավաքին դուք միացել եք։ Անպայման, իհարկե, եթե այստեղ ներկայացնում եմ, կմիանամ ստորագրահավաքին։ Ճիշտն ասած, ես ասում եմ, ես պաշտպանում եմ մնացածների իրավունքները։ Ես կոնկրետ այդ տրանսպորտային միջոցից գրեթե չեմ օգտվում, ինձ պետք չէ, բայց պատրաստ եմ կանգնել իրենց իրավունքների տեր կանգնել ցանկացած մարդու կողքին։ Ես ավելի շատ պատրաստ կլինեմ քաղաքական պայքարի, քան այս սոցիալական, բայց եթե ինձ առաջարկել են օգնել իրենց կողքին կանգնել այս բողոքի համար, եթե սա պիտի լինի պատճառը, որ ասենք մարդիկ հասկանան, որ բաց ժամանակն է իրենց իրավունքներին տեր կանգնելու, ուրեմն պիտի այստեղ հասկանան, որ եթե այս սոցիալական հարցը չլուծվի, գուցե թե դա դառնա նաև քաղաքական հարց, որը իհարկե քաղաքական է, ես որակում եմ քաղաքական իսկ անպայման, ես սկզբից ասացի, որ Երևան աշտարակ խճուղին կփակվի, կամ կնստեն մարդիկ այնտեղ, կամ էլ ոտքով ճանապարհի մեջտեղով կքայլեն դեպի Երևան, ու վերջ։ Ինձ այս իրենց շահերը պաշտպանող մարդիկ ասել են, որ այսպես ներկայացնեն։